Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 25-րդ տուրի տեսությունը։ Առաջին հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, Արարատը մրցեց Շիրակի հետ եւ հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին շատ գեղեցիկ գոլով Խալիֆալա Դումբիան բացեց հանդիպման հաշիվը միջին տարածությունից կատարած հրաշալի հարվածի միջոցով գրավեց Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը։ Շիրակը իհարկե առաջին խաղակեսում քայլեր ձեռնարկեց հաշիվը հավասարեցնելու, բայց հաջողության հասավ երկրորդ խաղակեսում 73-րդ րոպեին Կուլիբալիի կատարած փոխանցումից հետո Սերյոժա Ուրուշանյանը գրավեց մրցակցի դարպասը, հերվից հարվածով եւս մեկ գեղեցիկ գոլ խփվեց այս խաղում։ Շիրակը հրաշալի տպավորություն թողեց երկրորդ 45 րոպեների ընթացքում եւ կարողացավ նաեւ հաղթանակ կորզել։ Եւս մեկ անգամ տեսնում ենք Սերյոժա Ուրուշանյանի խփած գոլը, իրոք սա տուրի ամենագեղեցիկ գոլերից մեկն էր, տուրի գլխավոր գեղեցիկ գոլերը կարելի է ասել հենց այս խաղում խփվեցին։ Հանդիպման 84-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանը գրավեց մրցակցի դարպասը, երկրորդ խաղում անընդմեջ աչքի ընկավ դարպասի գրավմամբ եւ արդյունքում Շիրակը հաղթեց Արարատին 2-1 հաշվով։ Շիրակը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 28-ի եւ մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է, 3 միավորով գերազանցում է ԲԿՄ-ին, իսկ Արարատը 9-րդն է, որը 21 հանդիպումներից հետո վաստակել է 20 միավոր։ Փյունիկը սեփական դաշտում ուժերը չափեց Սալաշկերտի հետ եւ տուրի գլխավոր անակնկալը հենց այս խաղում գրանցվեց 23-րդ րոպեին Բոպեսուի փոխանցումից հետո Մատաս Վարեյկան խփեց այս հանդիպման առաջին գոլը, նա եւս երկրորդ խաղում անընդմեջ աչքի ընկավ դարպասի գրավմամբ, ընթացիկ մրցաշրջանում նա Fastex Premier League-ում արդեն 4 գոլ է խփել, 6 խաղ 4 գոլ, բավական բարձր արդյունավետություն ունի Փյունիկի հարձակվողը, ձմեռային տրանսֆերային պատուհանին է նա տեղափոխվել Հայաստանի չեմպիոնի կազմ։ Ալաշկերտը բաց թողած գոլից հետո չընկճվեց, առաջ շարժվեց եւ հանդիպման 28-րդ րոպեին կարողացավ խփել պատասխան գոլը Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Սարգիս Մեթոյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, հրաշալի կողմնորոշվեց Պետրոս Ավետիսյանը, առաջ նետեց գնդակը, Սարգիս Մեթոյանն էլ կարողացավ հացնել, ձեռնունայն թողեց Բրատկովին եւ գրավեց Բուչնևի պաշտպանած դարպասը։ Այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին եւ սա միանշանակ տուրի գլխավոր անակնկալն էր։ Փյունիկը այս ոչ ոքի արդյունքից հետո ունի 44 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 4-րդն է, արդեն 11 միավորով է հետ մնում առաջատար Նոայից, իդեպ երկու հանդիպում էլ Նոայի համեմատ շատ է անցկացրել, Ալաշկերտը ունի 16 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է, երկրորդ խաղն անընդմեջ չպարտվեց։ Ալաշկերտը երկու ոչ ոքի արդյունք, տեսնում ենք նաև Գևորգ Տարախչյանի խփած գոլը, որը չարձանագրվեց, որովհետև մինչև գոլը Մեթոյանը խախտել էր կանոնները։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Ուրարտու ստադիոնում, Ուրարտուն ուժերը չափեց Արարատ Արմենիայի հետ եւ հյուրերը կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը Մարիուս Լուբիսին։ Երեկոյի գլխավոր հերոսն էր, նա 4-րդ խաղում անընդմեջ արդյունավետ գործողություն կատարեց, 3-րդ խաղում անընդմեջ գոլ խփեց եւ այս խաղում հետրիկ ձևակերպեց, արդեն 13 գոլ ունի Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում, նաեւ 1 ասիստ է կատարել Մարիուս Լուբիսինը, նրա երկրորդ գոլը մենակ մնաց մրցակցի դարպասապայի հետ եւ հնարավորություն չտվեց Ալեքսանդր Մելիխովին։ Առաջին խաղակեսն ավարտվեց Արարատ Արմենիայի 2-0 հաշվով հաղթանակով, երկրորդ խաղակեսում էլ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մեծացրեց առավելությունը 77-րդ րոպեին Մարիուս Նուբիսին հետրիկ ձևակերպեց, ահա հենց այդ դրվագն էլ տեսանք եւ արդյունքում Արարատ Արմենիան հաղթեց Ուրարտուին 3-0 հաշվով, շրջանցեց մրցաշարային աղյուսակում Ուրարտուին, արդեն 48 միավոր ունի Վարդան Մինասյանի գլխավորած թիմը, երկրորդ տեղում է 7 միավորով է հետ մնում Նոայից, բայց երկու հանդիպում շատ է անցկացրել Նոայի համեմատ, իսկ Ուրարտուն երրորդն է 47 միավորով։ Վանը ուժերը չափեց Գանձասարի հետ, հաղթեց 2-0 հաշվով, ընթացիկ մրցաշրջանում իր 4-րդ գոլը Տուգանայինից խփեց Կարեն Նալբանդյանը, սա եւս տուրի ամենագեղեցիկ գոլերից էր, իդեպ 5-րդ րոպեին Էմանուել Ջոնն էր կարմիր քարտ ստացել, 10 ֆուտբոլիստով էր մնացել Վանը, բայց դա տանտերերին չխանգարեց վստահ հաղթանակի հասնելու հարցում։ Երկրորդ խաղակեսում նաև Գանձասարը մնաց 10 ֆուտբոլիստով Օբոնդեն հեռացվեց խաղադաշտից, իսկ 94-րդ րոպեին Դավիթ Տերտերյանը Fastex Premier League-ի այս մրցաշրջանում իր երկրորդ գոլը խփեց։
հրաշալի անցում մնաց մենակ մրցակցի դարպասապայի հետ եւ գրավեց Գրիգորի Մաթեոսյանի պաշտպանած դարպասը Վանը հաղթեց 2-0 հաշվով Վանը 5-րդ տեղում է 38 միավորով մեկ հանդիպում Փյունիկի համեմատ պակաս է անցկացրել եւ նա 6 միավորով է հետ մնում Փյունիկից Գանձասարը 3 միավորով վերջին տեղում է Չեմպիոնության գլխավոր ֆավորիտը Նոան ուժերը չափեց Վեստ Արմենիայի հետ եւ հաղթեց 5-1 հաշվով 39-րդ րոպեին Հովանես Համբարձումյանը բացեց խաղի հաշիվը Գոր Մանվելյանը գոլային փոխանցում կատարեց այս դրվագում առաջին խաղակեսն ավարտվեց Նոայի նվազագույն հաշվով հաղթանակով երկրորդ խաղակեսում հանդիպման 50-րդ րոպեին Ալմեյդայի փոխանցումից հետո Մատեուս Այասը կրկնապատկեց իր թիմի առավելությունը հետո կարողացավ Վեստ Արմենիան կրճատել հաշվի տարբերությունը Մարտին Գրիգորյանը աչքին կապ դարպասի գրավմամբ այդ դրվագից 2 րոպե անց Վարամ Մաղսուդյանը գրավեց սեփական դարպասը հետո էլ արդեն դարպասի գրավմամբ աչքին կան Գոնսալո Գրիգորյուն եւ Մատեուս Այասը Նոան հաղթեց Նոան 7 միավորի առավելությունն արարած Արմենիայից 2 հանդիպում էլ քիչ է անցկացրել Վեստ Արմենիան 8-րդ տեղում է վաստակած 20 միավորով ահա տեսնում ենք Մարտին Գրիգորյանի գոլը, որը բավական գեղեցիկ էր հրաշալի հասկացան միմյանց Վեստ Արմենիայի ֆուտբոլիստները եւ Մարտին Գրիգորյանը Մարկոս Սևիլիայի կատարած փոխանցումից հետո միջին տարածությունից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը երկար Վեստ Արմենիայի ուրախությունը չտևեց Վեստ Արմենիան չկարողացավ փոխել այս հանդիպման ճակատագիրը, որովհետեւ ընդամենը 2 րոպե անց ինքնագոլ գրանցվեց Բրունո Ալմեյդայի փոխանցումից հետո պատահմամբ սեփական դարպասը գրավեց Վարամ Մաղսուդյանը Ահա եւս մեկ անգամ տեսնում ենք այդ դրվագի կրկնապատկերը Տուգանային հրապարակի կենտրոն ուղարկեց գնդակը Մաղսուդյանը փորձում էր հեռացնել գնդակը խաղադաշտից սակայն գրավեց սեփական դարպասը կադրում հայտնվեց նաեւ Ռուի Մոտան Նոայի գլխավոր մարզիչը որի ղեկավարությամբ Հայաստանի փոխ-չեմպիոն ընթացիկ մրցաշրջանում շատ լավ տպավորություն է թողնում 87-րդ րոպեին Գոնսալո Գրիգորյուն խփեց իր գոլը նա արդեն 18 գոլ է խփել Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում եւ պայքարում է գլխավոր ռմբարկու դառնալու համար առաջատարն է եւ 5 գոլով առաջը Նուբիսիից 6 գոլով էլ Յուսուֆ Նոտուբանջոից բավական գեղեցիկ գոլ էր Գոնսալո Գրիգորյուն այսպես կարողացավ սուր անկյունից կատարած հարվածի միջոցով 4-1 դարձնել հանդիպման հաշիվը եւ խաղի 95-րդ րոպեին էլ խփվեց այս հանդիպման վերջին գոլը Բրունո Ալմեյդայի փոխանցումից հետո Մատեուս Այասը հպվեց գնդակին աննշան հպում էր բայց որոշիչ եւ Մատեուս Այասն էլ ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 7-րդ գոլը Այսքանը 25-րդ տուրի հանդիպումների մասին տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը